Կոմենտներում գրեք, դուք ինչով եք ճաշում այսօր, իմ ճաշը ես այսօր պատրաստել եմ, վերցրել եմ կաղամբ, բանջարեղենը անպայման պետք է լինի ափսեի վրա, այսօր ոչ թե թարմ կաղամբ ունեմ, այլ բուրի մեջ դրած, ձետով համեմունքներով եմ պատրաստել, դա աղցանը փոխարեն այսօր, կարտոֆիլ, էլի բուրի մեջ ու հավ, երեքն էլ միաժամանակ հուղարկել եմ ջեռոց, որովհետև ժամանակ չունեի անցկացնել երկար խոհանոցում, սա ինձ համար իդեալական լուծումը, երբ որ ամեն ինչ դնում ես դուխովկա, ստեղ եւ բանջարեղեն կա, եւ ածխաջրեր կա, եւ սպիտակուցներ կա, բալանսավորված ճաշ, պարապմունքից առաջ ես նաեւ մարզվում եմ եւ մարզումի ընթացքում խմում եմ իմ ըմպելիքները, ալոե, վարսակային ըմպելիքը, բույսական ըմպելիքը, որը ինձ տալիս է էներգիա, մարզումից հետո վերադառնում եմ տուն, խմում եմ կաթով պատրաստած իմ կոկտեյլը, եթե ուզում եք տեսնել ավելի իմ սնվելու մասին, գրեք կոմենտներում, սրտիկներ ուղարկեք, որ ես կիսվեմ։ Բոլորին բարյախոժակ, եթե ունեք հարցեր սննդակարգ հետ կապված, եթե ուզում եք նիհարել, ազատվել որովայնից, ուզում եք բալանսավորել ձեր սննդակարգը, ավելի առողջ, ավելի ճիշտ սնվել, հա, մեծ իրականում ճիշտ սնվել դա բարդ չի, ավելի դժվար է անկանոն անկապ սնվել, հետո տառապել տարբեր խնդիրներով, սնվելու ազդեցությունը շատ է ազդում մեր ինքնազգացողության վրա, ավելի շատ, քան թե մենք պատկերացնում ենք, նույնիսկ գլխացավեր, գլխապտույտներ կարող են առաջանալ, բորկապություն, կնքոտություն եւ այլն, որպեսզի միշտ լինել էներգիավլի եւ միշտ լինել ֆորմի մեջ, մենք պետք է հետևենք, ինչ ենք մենք ուտում։ Դրա համար անհրաժեշտ է բազային գիտելիքների ես կիսվում եմ, ձեզ ոգևորվում եմ, որ դուք էլ միանաք ու սնվեք ավելի առողջ։